Հայկական շոու բիզնեսի ամենասպասված մրցանակաբաշխությունը տարվա երգ 2025-ն արդեն իրականություն է։ Խելահեղ շոու ծրագրեր, սպասված պրեմիերաներ, սիրված երգեր ու հատուկ հյուրեր։ Երրորդ անգամ Երևանում կազմակերպվող մրցանակաբաշխությունը 2017 թվականից անցկացվում էր Սոչիում։ Այս անգամ իրենց սիրված հիթերով ներկայացան հայկական շոու բիզնեսի ամենաճանաչված ու սիրված երգիչները։ Երեկոն հագեցած էր գերժամանակակից լուսային ու ձայնային վիզուալ էֆեկտներով։ Արի թղթի վրա նկարենք փոքրիկ նավակ, գիշերով գնանք օտար քաղաք, համբուրվենք երկար Արի թղթի վրա նկարենք փոքրիկ նավակ, սերը սիրտը սարար Գրիգոր Գասպարյանը, ով 6 տարի մրցանակաբաշխության բեմադրող ռեժիսորն է եղել, ասում է, այս տարի որոշեցին երգչուհի Իվետա Մուկուչյանի հետ վարել մրցանակաբաշխությունը։ Ռեժիսորներ են արդեն զբաղվում, պրոֆեսիոնալ ռեժիսորներ, եւ բեմադրությամբ դահլիճում, եւ նկարահանմանը։ Ես հագա սմոքինգը եւ այս անգամ դուրս եկա բեմ։ Մի փոքր ես ինձ ավելի լավ եմ զգում բեմում, մանավանդ Իվետի հետ այսօր առաջի անգամ էինք որպես հաղորդավարներ դուետ, ինձ շատ դուր եկավ։ Շատ հզոր պատասխանատվությունը եւ բեմի վրա կանգնած դու պետք է բոլորին զգաս, այնպես որ այս տարի իրոք շատ թեթև էր, շատ հավես եւ կարծում եմ որ ստացվեց։ Երեկոյի ընթացքում առաջին անգամ հնչեց Արտուր Գրիգորյանի հեղինակած վերջին երգերից մեկը՝ Սերը կիջնի, որը նա նվիրել էր երգչուհի Անահիտ Ադամյանին։ Արտուր Գրիգորյանի ցանկությունն է եղել, որ այդ երգի խոսքերը հեղինակի Ավետ Բարսեղյանը, իսկ գործիքավորումը Կարեն եւ Սևակ երաժիշտները։ Երեկոյի ընթացքում պարային հետաքրքիր համարներով հանդես եկան Ամարաս Դեն Ստուդիոն, ռուսական հանրահայտ Տոտես խումբը։ Կարևորը մոտիվացիա ու ստիպում է քեզ, որ փորձես նոր բաներ անես, որ նոր երկեր դուրս կան, որ ժողովուրդը սիրի ու նորից ստեղ լինես։ Ոգևորող են, ոգեշնչող են արտիստերին, բացի նրանից, սա առիթ է հանդիպելու հանդիսատեսի հետ։ Տարվա հիթերն ընտրվում են YouTube-յան մի քանի միլիոն դիտումների արդյունքում, ինչպես նաև սահմանվում են հատուկ մրցանակներ, հրավիրվում հատուկ հյուրեր։ Այս անգամ տարվա երգ մրցանակաբաշխության հատուկ հյուրերից էր վրացական հայտնի Նիկոս Բենդը։ Արտիստներ եղան, ովքեր մրցանակ ստացան առաջին անգամ։ Կարևոր մոտիվացիա է, նկատում են արտիստներն ու հավելում, սա բացառիկ հնարավորություն է ստեղծագործելու ու նոր էներգիայով ստեղծագործական տարին սկսելու համար։ Մեկ տարի առաջ այսօրը մեր քիսմետ երգը ծնունդ ունեցավ մեր բենդի կողմից եւ մեկ տարի հետո մենք որպես լավագույն երգ շնորհակալ ենք շատ։ Կարևոր է այնքանով, որ մոտիվացնում է արտիստերին էլի ստեղծագործել։ Ես կուզեմ նոր սերնդի շատ տաղանդավոր արտիստներ այստեղ եւս բեմում երևան, որովհետեւ արժանի են։ Իրականում մրցանակաբաշխություններին է, որ զգում ես ժողովրդի իրական սերը ու գնահատանքը երգին, քո արած աշխատանքին։ Շնորհակալ եմ շատ։ Առաջին հերթին դա ժողովրդի վստահությունն է, սերը, ինչը ինձ համար իմ կյանքում առաջին տեղում է, որի համար միայն կարելի է ապրել, ստեղծագործել։ Տարվա երգ 2025 մրցանակաբաշխությունը այս տարի նույնպես Armenia TV-ի հավատարիմ հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու դեկտեմբերի 31-ին Armenia TV-ն խոստանում է ապահովել տոնական ջերմ ու ուրախ տրամադրություն։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։